2021-ի մայիսին ու նոյեմբերին և հատկապես 2022-ի սեպտեմբերին ադրբեջանական ուժերը տարածքներ են գրավել Սյունիքում, Վայոց ձորում ու Գեղարքունիքում։ Հիմնական մասը տեղի ունեցել 2022-ի սեպտեմբերին, երբ ռազմատեխնիկայի ներգրավմամբ Ադրբեջանը լայնածավալ գրոհ սկսեց Հայաստանի սահմանի երկայնքով Վարդենիսի հատվածից մինչև Կապան, Ծավ ու Ներքին Հանդ։ Հակառակորդը գրավեց նաև հայկական դիրքերի մի մասը, որոնք մինչ այդ գտնվում էին բարենպաստ բնագծերում, մասնավորապես սարերի գագաթներին։ Եվ հիմա կարելի է տեսնել, որ օրինակ Սևանի ու Արևելյան Սևանի լեռնաշղթաների մի զգալի հատվածում հակառակորդը գրավել է գերիշխող բարձունքները, իսկ հայկական ուժերը տեղակայվել են դրանցից ավելի ցածր, լանջերին կամ ստորոտում։ Գերիշխող դիրքեր զբաղեցնելը կարևոր է նրանով, որ այդպես կարելի է վերահսկել հակառակորդի, տվյալ դեպքում հայկական բանակի տեղաշարժը առաջնագծում, դիտարկել թիկունքը, բնակչության և զորքերի շարժը։ Տարածքները կորցնելուց հետո Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, թե Հայաստանը չի պատրաստվում դրանք վերադարձնել զենքի ուժով։ Ըստ նրա, դա պետք է տեղի ունենա սահմանազատման ու սահմանագծման միջոցով։ Հայաստանի Հանրապետության 29743 քառակուսի կիլոմետր տարածքը մեզ համար ընդհանրապես սակարկության ենթակա չէ, բայց մյուս կողմից մենք այսօր եւ վաղը եւ մյուս օրը ընդհանրապես խնդիր չենք դնում այդ տարածքները ռազմական ճանապարհով այդ տարածքների նկատմամբ մեր ինքնիշխանությունը վերականգնել։ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումը կամ դելիմիտացիան սկսվել է 2024 թվականի գարնանը, երբ Հայաստանն Ադրբեջանին է վերադարձրել նախկին խորհրդային վարչական սահմանների համաձայն Ադրբեջանին պատկանած 4 գյուղի տարածք։ Փոխարենը գրեթե ոչինչ չի ստացել։ Բանն այն է, որ ադրբեջանցիներն ընդամենը մեկ մարտական դիրք են հետ քաշել, սակայն այն տեղափոխել են 350 մետր հեռու, կրկին Հայաստանի սուվերեն տարածքում։ Հանձնաժողովների գործունեության կանոնակարգը ստորագրվել է անցյալ տարվա օգոստոսի 30-ին, իսկ Հայաստանի ազգային ժողովն այն վավերացրել է հոկտեմբերի 23-ին։ Հունվարի 16-ին Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարեց, որ կողմերը պայմանավորվել են սահմանազատումը սկսել հյուսիսից, Հայաստան-Վրաստան-Ադրբեջան հատմանկետից ու շարունակել դեպի հարավ, Իրանի հետ սահման։ Առնանք Գեղարքունիքին, որտեղ 2021-2022 թվականներին Ադրբեջանն օկուպացրել է 65 քառակուսի կիլոմետր տարածք։ Իրականում Ադրբեջանի վերահսկողության տակ ավելի մեծ տարածք կա Գեղարքունիքից։ Մասնավորապես Արցախյան առաջին պատերազմի տարիներից 1992-ի օգոստոսից հակառակորդի վերահսկողության տակ է Ճամբարակ համայնքի Արծվաշեն գյուղը։ Մեր այս էքսկլավի ընդհանուր մակերեսը 38 քառակուսի կիլոմետր։ Ապրողներն ավելի հեշտ կընկալեն այս թիվը, եթե ասենք, որ այն հավասար է Կենտրոն, Նորք-Մարաշ, Նոր-Նորք, Ավան, Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր տարածքին։ 65 քառակուսի կիլոմետրը միայն այն տարածքն է, որը գտնվում է ադրբեջանցիների վերահսկողության տակ։ Սակայն պետք է հաշվի առնել, որ Հայաստանը կորցրել է նաև մեր տարածքում ձևավորված Չեզոք գոտին, միջդիրքային տարածքը, քանի որ այդ հողերը օգտագործելու որևէ հնարավորություն չկա։ Ադրբեջանական օկուպացիան հաշվարկել ենք հետևյալ մեթոդաբանությամբ։ Տեղորոշել ենք հակառակորդի առաջապահ դիրքերը մեր սուվերեն տարածքում, դրանք ուղիղ գծով միացրել ենք իրար, ապա այդ գիծը միացրել ենք Google Maps-ի ցուցադրած հայ-ադրբեջանական սահմանին։ Տեսնում եք այս դեղին հատվածը։ Դա օկուպացված գոտին է։ Այն դիրքերը, որոնք Google Maps-ի քարտեզի վրա չեն երևում, օրինակ սրանք, տեղորոշել ենք պլանետ հարթակի միջոցով, որը տրամադրում է ամենաթարմ տվյալներ։ Ադրբեջանական դիրքերը նշել են կապույտ, հայկականները կարմիր։ Կարող եք տեսնել նաև մանուշակագույն կետեր։ Դրանք այն սարերն ու գագաթներն են, որոնք գրավել է հակառակորդը։ Սրանք ռազմավարական նշանակության բարձունքներ են, որոնք ադրբեջանցիներին թույլ են տալիս վերահսկել ավելի ցածր նիշերում գտնվող հայկական դիրքերը եւ բնակավայրերը։ Մուգ կարմիրով նշված կետեր այն գագաթներն են, որոնք հայկական վերահսկողության տուտական ուղղությունը, օկուպացիայի ծավալը 6.5 քառակուսի կիլոմետր, Կութի հատվածը, օկուպացիայի ծավալը 9.08 քառակուսի կիլոմետր եւ Նորաբակ ներքին շորժա, վերին շորժա, Աղբրաձոր հատվածը, օկուպացիայի ծավալը 49.25 քառակուսի կիլոմետր։ Կախակն կուտական ուղղությամբ ադրբեջանցիները գրավել են Սևանի լեռնաշղթայի դիմահայաց, Երիշատ եւ Ցորնասար գագաթները, որոնք 2900-ից 3200 մետր բարձրություն ունեն։ Կան դիրքերն էլ այժմ ծառայում են ադրբեջանցիներին։ Կախակն կուտական ուղղությամբ ադրբեջանցիները 2022-ին գրավել են նաև այս լեռնանցքը, որը գտնվում է 2568 մետր բարձրության վրա։ Լեռնանցքը Գեղարքունիքի մարզը կապում է Դաշքեսանի կամ պատմական Քարհատի շրջանին։ Կուտական գյուղից արևելք Գեղարքունիքի մարզի ծայրամասային հատվածում հայկական վերահսկողության տակ են Կանգվար եւ Ռմբասար գագաթները, որոնք ունեն 3200-ից 3300 մետր բարձրություն եւ գերիշխող դիրք։ Այս բարձունքները մեր ուժերի վերահսկողության տակ են դեռ 1990-ականներից։ Սրանցից ավելի հարավ Տիգրանասար բարձունքն է, որը կիսված է երկու կողմերի միջև։
Տիգրանասարից հարավ Սոտքի ոսկու հանքավայրն է, որը 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, երբ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ քարվաճառը հանձնվեց Ադրբեջանին, կիսվել է երկու մասի։ Ադրբեջանցիները զավթել են նաև ժամանակին այստեղ կառուցված հողմակայանը։ Հանքի հարևանությամբ Սոտքի լեռնանցքն է եւ դրանով անցնող Վարդենի Սոտք քարվաճառ ճանապարհը, որը 2020 թվականից փակ է։ Տեսնում եք հայկական կողմի արգելափակոցները։ Այստեղ էլ ադրբեջանցիներն են փակել։ Չինացիները եկել ու նստել են հենց Բլրի գագաթին, ավելի բարենպաստ դիրքում, որը ըստ Google Maps-ի Հայաստանի տարածքն է։ Սոտքից հարավ Կութի օկուպացիոն հատվածն է։ Այստեղ ադրբեջանցիները դեռ 2021-ին գրավել են Արևելյան Սևանի լեռնաշղթայի կատարաժայռ, Պատաղի սար, 3 քար եւ երկաթասար գագաթները, որոնց բարձրությունը 2600-ից 3000 մետր է։ Հայկական ուժերը դիրքավորվել են ավելի ցածր նիշերում։ Ավելի հարավ Նորաբակ քարվաճառ ճանապարհն է, որը փակ է 2020-ից։ Տեսնում եք ճանապարհին հայտնված հայկական եւ ադրբեջանական դիրքերը։ 2021-2022 թվականներին ադրբեջանցիները մի քանի փուլերով մեծ առաջխաղացում են ունեցել Նորաբակից մինչև Աղբրաձոր։ Այս ուղղությամբ նրանք գրավել են Արևելյան Սևանի լեռնաշղթայի Մոխրասար, Կոտուրի լեռ, Թրասար, Ծարասար գագաթները, որոնց բարձրությունը 2900-ից 3400 մետր է։ Փաստորեն, ինչպես տեսնում եք, Ադրբեջանը զավթել է Արևելյան Սևանի լեռնաշղթայի մեծ մասից հարավ եւ հարավ-արևմուտք մինչեւ Վայոց ձորի մարզի սահմանագից հայկական կողմը կորուստներ չունի։ Այստեղ մերոնց վերահսկողության տակ են Եղջերվենիք եւ Սանդուղտասար գագաթները, որոնց բարձրությունը 2900-ից 3450 մետր է։ Քարտեզի հղումը կարող եք գտնել այս տեսանյութի նկարագրության մեջ։ Այն բաց է ուսումնասիրության համար։ Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմի անդամները Հայաստանի սուվերեն տարածքի ադրբեջանական օկուպացիայի մասով տարբեր թվեր են հնչեցրել։ Մոտ 200, ավելի քան 200, մոտ 250 քառակուսի կիլոմետր։ Խաղաղության նախաստորագրված համաձայնագրով ամրագրվել են սահմանազատման եւ սահմանագծման դրույթներ։ Այս մասով, ինչպես ասացինք, 2024-ի հոկտեմբերից ի վեր տեսանելի տեղաշարժ չկա։